Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները դեռ շարունակվում են։ Հեռուստասերիալում իրադարձությունները հասնում են այն կետին, երբ այլևս ոչ մի խոսք կարևոր չէ, այլ միայն գործողությունը։ Լարվածությունը դուրս է գալիս վերահսկողությունից և ամեն ինչ կարող է ավարտվել անդառնալի հետևանքներով։ Սակայն հենց այս խավարի մեջ է, որ Սոսի կերպարը դառնում է պատմության առանցքը։ Լիլիթն, ով արդեն կորցրել է ամեն սահման ու արգելք, հայտնվում է հիվանդանոցում Աննայի մոտ։ Նրա խոսքերը սառն են, հայացքը վտանգավոր։ Նա չի էլ թաքցնում իր մտադրությունները և հստակ հասկացնում է, որ եկել է գործը մինչև վերջ հասցնելու։ Այդ պահին Աննան անպաշտպան է, ուժասպառ, կյանքի ու մահվան սահմանագծին կանգնած։ Եվ հենց այստեղ է, որ պատմությունը շրջվում է։ Սոսը կարծես զգալով վտանգը հայտնվում է ճիշտ պահին։ Նրա մուտքը հիվանդասենյակ ոչ միայն ֆիզիկական ներկայություն է, այլև փրկության շունչ։ Նա չի հարցնում, չի երկմտում, չի վախենում։ Սոսը կանգնում է Աննայի ու Լիլիթի միջև իր մարմնով, իր կամքով ու իր վճռականությամբ հագելով վտանգը։ Այդ պահը դառնում է սերիալի ամենահուզիչ տեսարաներից մեկը։ Տարիներ շարունակ Սոսը կրել էր մեղադրանքներ, ցավ, լռություն և անարդարություն, բայց հիմա նա առաջին անգամ անում է այն, ինչին միշտ արժանի էր՝ պաշտպանում է Աննային, ոչ որպես անցյալի սիրեցյալ, ոչ որպես վիճաբանության մասնակից, այլ որպես մարդ, ով մինչև վերջ պատրաստ է կանգնել նրա կողքին։ Լիլիթի կատաղությունը էլ ավելի գագաթնակետին է հասնում։ Նա հասկանում է, որ այս անգամ մենակ է։ Սոսը թույլ չի տալիս, որ որևէ մեկի կյանքին սպառնա։ Նրա ներկայությունը ոչ միայն փրկում է Աննային, այլ նաև վերջ է դնում Լիլիթի բացահայտ վտանգավոր քայլերին։ Այս պահից հետո ամեն ինչ փոխվում է։ Աննան փրկված է, և դա պատահականություն չէ, դա Սոսի ընտրությունն է, նրա ժամանակին արված քայլը։ Նա պատրաստակամություն կրկին կորցնելու ամեն ինչ, միայն թե չկորցնի նրան։ Հեռուստադիտողների համար այս տեսարանը դառնում է հստակ ուղերձ, որքան էլ պատմությունը լի լինի դավաճանություններով ու ցավով, Սոսի սերը երբեք չի դադարել լինել պաշտպանող, մաքուր ու անշահախնդիր։ Նա այն մարդն է, ով լռել էր, բայց վճռական պահին խոսեց գործով։ Վերջին զանգը սերիալում սա այն պահն է, որտեղ ճշմարիտ սերը չի ասում «սիրում եմ», այլ կանգնում է վտանգի առաջ և փրկում է։ Սոսը փրկում է Աննային, և այդ փաստը փոխում է ոչ միայն սերիալի ընթացքը, այլև հերոսների ճակատագրերը։ Վերջապես ես տանն եմ, բայց դուս դելեմ, որովհետև ասոր էլի խաղում եմ ներկայացում, այ քեզ հարսնիկ ներկայացումն է, լաթարում, ասոր ու էկվան խաղամ գը, բոլոր տոմսերն արդեն սպառված են։ Ինչի գզրծիմ էլի ախրքելը գուլիզվով, որովհետև սաղզապրոսներ, սանոր մասիներ, թե գյումերվա բարբարա, թե ախրքելագի, ես կսեմ ուրատոնք շատ նման բարբարներ են, բայց չէ, ես ախրքելակցի եմ, զրծիմ գմեր գեղին լիզվով, մերենեցի եմ ավելի կոնկրետ, մեմա, սաղ իրենց հարգող ախրքելակցի գարել էին որ կոճղեզ էր, ոչ թե քիլիլ, կարևորն անիգեր, որ անունը չի դեի լավ, բայց գիդեի որ դիք ուտելու բան է, հա, ուտելու բան էր։ Քեսեն դուս եկա երթամ ինձի լավ ներկայացում վևարոր քադի աշելու ձեզի լավ ժամանց կցանկանամ։ Շնորհակալություն օր հետս եք, Աբրիկ սիրեմ գսաղուտ։ Բարի օր բոլորին, բարի օր Ռոզի ջան։ Իհարկե շատ ընձել են հղում այդ հարցը շատ, դեռ երկար եք վայելելու մինչև տարվա վերջ, իսկ Հենրին ու Անգելինան այսօր իդեպ շատ հետաքրքիր սերիա է ձեզ սպասվում, վերջապես Անգելինան իմանում է, որ Հենրին իր եղբայրն է, ես գիտեմ, որ դուք շատ եք զայրանալու այս իրականությունից, բայց ամեն դեպքում սա ֆիլմ է, պիտի զինվեք համբերությամբ, որպեսզի հետո պտուղներն առավել հաճույքով վայելեք։ Այնպես որ այսօր բոլորին բարի դիտում, շատ հետաքրքիր սերիաներ են ձեզ սպասվում, իհարկե վերջին զանգի յուրաքանչյուր սերիա է լարված ու հետաքրքիր, բայց առաջիկա սերիաները, մասնավորապես հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր վազնում նկարահանման, հասնում արդեն TV, էլի ուշացած եմ հասնում, ու այսօր ձեզ համար ունենք լավ նկարահանումներ, սպասեք հետաքրքիր լավ սերիաների, գնում ենք Սևան այսօր նկարահանման, սիրուն կադրեր ունենք նկարելու ամբողջ օրը,
Այսօր նկարելու ենք, որ դուք հետո վայելեք։ Լավ որ բոլորին։ Գիտեք, պաշտում եմ իմ աշխատանքը, հարյուրավոր գոհ հանդիսատես ենք ունենում, հետո ճիշտ է վատ դեր եմ խաղում, բայց ամեն դեպքում շատ adekvat հեռուստադիտող է լինում, որ քննարկում են կերպարը խաղացած, ոչ թե դերասանին իրանց կերպարի հետ են ասոցացնում։ Մի խոսքով սենց երջանիկ գնում եմ տուն, ու չեմ մտածում, որ օրը սկսել է ժամը 10-ից ու վերջանում է ժամին, ու վաղն նույն գրաֆիկով։ Սիրեք ձեր գործը։ Ուրեմն, մյուս շաբաթ հրավիրված եմ ավետի հաղորդմանը, պետք է այնտեղ երգենք։ Ես չգիտեմ ինձ ինչ երգ հանքնելու, բայց ինչ-որ բաներ եմ պարապում, ասում եմ ձայնս բաց եմ գոնել, մտքիս ոչ մի բան չի գալիս բացի այս երգից։ Նվագեցեք լասպարին, թոխանարին, դհոլ զորնակը զարկե, նվագեցեք լասպարին, թոխանարին, դհոլ զորնակը զարկե, նվագեցեք լասպարին, Ով չգիտեմ ինձ ինչ երգ հանքնելու, բայց այս է իմ ճաշակը։